Trendից հետ չմնալու համար ես էլ անդրադառնում եմ Պապ Թագավորի փողոցի անվանակոչման հարցին, ուրեմն տեսեք, նախագիծը ակտիվ քաղաքացի հարթակում դրվել է քվեարկության ապրիլ ամսին, ապրիլի 13-ին, դիտումները 226 կողմ, ընդամենը 30 դեմ 7, իսկ սա հանրային լեգիտիմություն չունեցող նախագիծ է, հիմա սա բերել չզեկուցվող անցկացնել ինչ է նշանակում, ոչ ավականու մեջ կա կոնսենսուս, ոչ էլ որևիցե հանրային ազդակ կա, դիցուկ ասենք այդ փողոցի բնակիչներից որևիցե մեսիջ, ես առաջարկում եմ և միանում եմ այդ առաջարկին, որ անպայման սա դարձնենք քննարկվող, որպեսզի հասկանանք, թե ինչ փաստարկների ձեռներով հատկապես այդ փողոցը պիտի, այն որ Պապ Թագավորի անունով կարելի է և պետք է ունենալ փողոց, այո, դա չի քննարկվում, բայց տպավորությունն է, որ Պապ Թագավորը օգտագործվում է, որ Աղմիրյանի անունը անվանափոխվի, որպեսզի այդ մտահոգությունները փարատվեն և արգումենտավորվեն, ես առաջարկում եմ, այո, այս նախագիծը դարձնել քննարկվող։ Շատ լավ, այդ առաջարկը արդեն լսեցինք, հարգելի գործընկերներ, ուզում եմ վեր հիշենք առհասարակ ով էր Արսեն Ամիրյանը եւ այստեղ իհարկե դժվար կլինի վեր հիշել, թե ով էր Արսեն Ամիրյանը, որովհետեւ մոտավորապես 90%-ը այս դահլիճում նստած այդպես էլ հստակ չհասկացան, թե այդ մարդը ով էր եւ այդ մարդու անունով Երևանի ամենակենտրոնական փողոցում մենք ունենք փողոց եւ ամենայն հարգանքով Ամիրյանների բոլոր սերունդների եւ ժառանգների նկատմամբ, բայց ես վստահ չեմ, որ այդ մարդը այն արժանինքները ունի, որ Երևանին հրապարակին կից փողոցը իր անունով անվանակոչված լինի, բայց ձեր առաջարկը նույնպես ընդունվեց, լսեցինք եւ կդրվի անպայմանորեն քվեարկության։